Ինչ է կոչվում այն երևույթը, որ պատերազմում պարտվածը դավաճանության մեջ է մեղադրում պատերազմում հաղթածներին, եւ ինչ ապագա է սպասվում այն երկրին ու նրա ղեկավարին, երբ հայրենիք հանձնողը դատում է հայրենիքը ազատագրածներին։ Եթե չկրահեցիք, ապա ասեմ, որ այսօր անդրադառնալու ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վիրավորական ելույթին, ուղղված նախկին 3 նախագահներին։ Այսպիսի բան երբեք չի եղել։ Նա սպառնացել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, որ նրանց կծեփի պատերին եւ ոտքի տակ կառնի։ Ատելության ու բռնության այս կոչերն արդեն քաղաքական խոսույթ չեն, թե որքանով են դրանք հարիր պետական գործչին, որոշեք ինքներդ, սիրելի բարեկամներ։ Բայց պետք է փաստել, որ Հայաստանի տարածքներ խուժած եւ ամեն օր սահմանին կրակող թշնամու դեմ ազգային միասնություն ձևավորելու փոխարեն Հայաստանի թիվ 1 ամբիոնից հնչում են պառակտման եւ ներքաղաքական վերեշխնդրության կոչեր։ Սա արդեն չափազանց մտահոգիչ է։ Լսենք այդ ելույթը, ապա կպարզենք, թե ինչն է եղել դրա պատճառը։ Սերժ Սարգսյանը առաջինն էր, չէ՞, որ բանից 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո դուրս թռավ եւ ասեց կապիտուլյացիա։ Ուրեմն այն բանակցային բովանդակությունը, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը թողել է, այդ կետից որևէ գործողություն, որևէ հնարավոր գործողություն, տեսեք ինչ եմ ասում, չկար որևէ մի հնարավոր գործողություն, որը նույն տրամաբանության մեջ հնարավոր լինել ձևակերպել այլ կերպ, քան կապիտուլյացիա։ Որևէ գործողություն։ Եթե կար, թող այդ գործողությունը աներ, ոչ թե Գարես ամբիոնից բան աներ, պատերազմ անոս աներ։ Այսինքն թիվ 1 կապիտուլյանտը, որ բերել է պրոցեսը հասցրել է միտեղ, որտեղից ուրիշ ելք բացի այնից, որ ինքը անվանում է կապիտուլյացիա չկա, իրանց գործը ինչ է, իրանց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն ուրիշների կոնկրետ մեր կոնկրետ վզին։ Բայց դրա համար եմ այդ մարդկանց ասում եմ, լսեք, եկեք գնանք, ուղիղ եթերում կանգնենք խոսանք։ 3 հատ մտքի տիտանը ասում են, ես այսօր գործ ունեմ, ես այսօր բան, այն մեկն ասում է, բոլորը ասում են բան, բոլորն ասում են, մենք իր հետ բանավիճելու բան չունենք։ Հետո իրանց երեխեքին, թոռներին, ծոռներին, խնամիներին, բանին, հարսներին, բաջանաղներին խրգում են ասուլիսներ տալու, գնացեք, արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք։ Եթե բանավիճում եք, եկեք խոսանք։ Ես ասում եմ, ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ հետ պատերով կտամ, եւ այդտեղի ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, իրեքիդ էլ վերաբերվում է, հերիքան ներվերներիս հետ խաղակ։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ։ Եվ գիտեն իրանք դա։ Եվ դրա համար էլ չեն գալի։ Ասում եմ, կամ վեր եք ընկնում, ձեններդ կտրում եք, այդ թեմայով չեք խոսում, կամ էլ գնում ենք ուղիղ եթերում բանավիճելու։ Ինչպիսի վերաբերմունք էլ ունենանք Հայաստանի նախկին նախագահների հանդեպ, չափազանց տհաճ է լսել այս ամենը։ Տհաճ է նախ եւ առաջ մեր պետության համար։ Նիկոլ Փաշինյանին ըստ երևույթին հունից հանում է, երբ իրեն անվանում են կապիտուլյանտ ու մեղադրում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ, բայց դա փաստ է։ Նա հայտնվել է մի վիճակում, երբ այդ անհերքելի մեղքի տակ չի ցանկանում միայնակ մնալ։ Նա փորձում է 3 նախագահների ներքաշել բանավեճի մեջ մի դաշտ, ուր ինքը կարող է էկրանի առջև իրեն բնորոշ էմոցիոնալ լեզվակռվով ու աղմուկով նրանց հավասարապես մեղավոր կարգել Արցախի կորստի համար։ Ինչ, բայց նման ֆորմատի մեջ, որը մասնագիտական գրականության մեջ կոչվում է դեմագոգիա, նա վարպետ է։ Նա առհասարակ վարպետ է մեղավորներ գտնելու հարցում։ Նախագահները բնականաբար բանավեճի այդ ծուղակը չեն ուզում մտնել, հետևաբար փորձում են նրան պարզապես արհամարել։ Իսկ դա էլ Փաշինյանին ավելի է նյարդայնացնում, հատկապես երբ այսքան մեծ զիջումներից, նոր հողեր հանձնելուց, հայության իրավունքներից հրաժարվելուց հետո Ալիևը իր հերթին հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Փաշինյանը այդ պայմանագիրը կարող էր ժողովրդին սպասվող ընտրություններից առաջ ներկայացնել որպես մեծ հաջողություն ու վերընտրվելու շանս ունենալ։ Դա է թերևս պատճառը, թե ինչու է նա անձնապես այդքան շահագրգռված այդ թղթով։ Առանց դրա նա կարող է կորցնել իր իշխանությունը, որը պահելու համար ստիպված է լինելու արդեն դիմել ուժի
բռնության ու կեղծարարության։ Քանի որ չունի հաջողության որևէ պատմություն, ռուսական վերարտահանումից ունեցած տնտեսական ժամանակավոր օգուտները շուտով սպառվելու են, արևմուտքից չկան լուրջ աջակցություն եւ ներդրումներ, կյանքի թանկացմանը զուգահեռ մարդիկ սկսելու են ավելի վատ ապրել, արտագաղթը չի դադարում, ավելանում է պետական պարտքը, ոչ մի լուրջ խոստում կյանքի չի կոչվել, եւ եթե դրան զուգահեռ չկա նաեւ խաղաղություն, ապա անգամ զոմբիացած ընտրազանգվածը կարող է արդեն ձայն չտալ մեկին, ով ոչ բարեկեցություն է բերում, ոչ խաղաղություն։ Բերում է միայն նոր պարտություններ եւ ստորացումներ։ Այսինքն, ստեղծվել է մի վիճակ, որ Փաշինյանն այսօր թե քաղաքական, թե անձնական ճգնաժամ ու ողբերգություն է ապրում, որից նյարդերը չեն կարող տեղի չտալ։ Իսկ այսօր հարցն արդեն Արցախը չէ։ Աբսուրդն այն է, որ անգամ Արցախն ու Տավուշի գյուղերը հանձնելուց հետո խաղաղություն չկա, կան նոր պատերազմի սպառնալիք։ Սա արդեն անտանելի է դառնում։ Էլ իմաստը որն էր այդ զիջումների, եթե դիմացը հասարակ խաղաղություն չենք ստանում։ Շուշիում խաչերն իջեցված Ղազանչեցոց եկեղեցու կողքին, որն Ադրբեջանում ներկայացում է որպես աղվանական եկեղեցի, Ալիևը կառուցում է մի մեծ մզկիթ, ստվերելով հայկական եկեղեցին քաղաքը զավթելու օրվա 11-րդ ամսվա 8-րդ օրվա այդ սիմվոլիկայով։ Սա ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ հայության դեմ թշնամությունը շարունակելու եւ դրան անգամ կրոնական երանգ տալու ակցիա է։ Նման պայմաններում ինչ խաղաղության մասին է խոսքը։ Բոլորս էլ ուզում ենք խաղաղություն։ Հայերից ավելի շատ խաղաղություն ցանկացող ազգ երևի չկա մոլորակի վրա։ Բայց եթե դիմացինը պատրաստվում է նորից հարձակվելուն, ապա դա մեր ուզելը չէ արդեն, մեր ընտրությունը չէ։ Մեր ընտրությունն է կամ հանձնվել, կամ պատրաստվել այդ հարձակմանը հակահարված տալուն։ Խաղաղությունը ուժերի բալանսի մեջ է։ Պատերազմի սպառնալիքի կիրառումը ցանկացած պարագայում անընդունելի է ու հենց միջազգային իրավունքով։ Թշնամու սպառնալիքի առաջ թունլանալն ու ոչինչ չանելը, հատկապես սեփական իրավունքներից հրաժարվելը խաղաղություն չէ։ Դա թշնամուն աջակցել եւ նրա կողմն անցնել է նշանակում, ինչն իր հերթին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանվում է որպես պետական դավաճանություն։ Պատերազմում պարտվելն ու զիջելը հիմք չէ սեփական օրինական իրավունքներից հրաժարվելու համար։ Պատերազմ սկսողը հանցագործ է։ Ադրբեջանի նախագահը հանցագործությամբ զավթել է այն, ինչ իրենը չէ, ինչ հայերին է պատկանում բոլոր իրավունքներով։ Նման պայմաններում հենց Ալիևին միջազգային իրավունքի ուժով պատերին ծեփելու եւ ոտքի տակ առնելու փոխարեն Փաշինյանն ըստ երևույթին դիմում է փորձված հնարքին ու իր զայրույթն ուղղում Հայաստանի նախագահների վրա, ովքեր ժամանակին Ադրբեջանի 3 նախագահներին էին ծեփել պատերով։ Փորձված հնարքի էությունը կայանում է նրանում, որ երբ Փաշինյանը ունենում է վարկանիշի կտրուկ անկում, ապա այն կանգնեցնել միշտ կարողացել են նախկին նախագահների ներքաղաքական անտի-ռեյտինգի հաշվին։ Այսինքն, նախկիների նկատմամբ ատելությամբ փորձում է կոմպենսացնել սեփական ձախողումները։ Սա համընկավ նաև Գյումրու ընտրությունների հետ, որից առաջ նման ելույթով Փաշինյանը նաև մեկ այլ նապաստակ էր ցանկանում խփել, հավանաբար գրգռելով իր կողմից կորսվող ընտրազանգվածի վայրի բնազները, որ հիշեն, թե ինչ վատն էին նախկինները ու գնան նորից ԿՊ-ին ձայն տան։ Բայց նախկինների հանդեպ ատելության տարայի պարունակությունն արդեն սպառվում է, հատկապես երբ բոլոր մեղքերի մեջ մեղադրվող նախկինները ոչ նորմալ դատվում են, ոչ էլ պատժվում, քանի որ նրանց մեղքերը չեն ապացուցվում դատարաններով, եւ բնական է, որ այս իրավիճակում Փաշինյանի հանդեպ անվստահության ու ատելության տարան սկսում է լցվել։ Սա իհարկե չի կարող նրան հավասարակշռությունից չհանել։ Չմտնելով էմոցիոնալ դաշտ, 3 նախագահները սառնասրտորեն պահանջում են Փաշինյանից հրապարակել բանակցային բոլոր փաստաթղթերը, որպեսզի ժողովուրդն ինքը կարդա դրանք ու ինքնուրույն եզրակացնի, թե ինչպես էր հնարավոր միջնորդների առաջարկներն ընդունելով պահպանել Արցախի սուբյեկտայնությունն ու հայկականությունը, եւ թե ինչպես դրանք մերժելով Փաշինյանը պատերազմ հրահրեց ու ի վերջո ժողովրդի թիկունքում վերջնականապես հանձնեց այն Ադրբեջանին։ Բայց 3 նախագահների արձագանքն այդ վիրավորանքներին այնուամենայնիվ անադեկվատ է ստեղծված իրավիճակին։ Մի կողմից հասկանալի է, որ չեն ուզում Փաշինյանին պատասխանել նույն կերպ ու տոն տալ բանավեճի, բայց մյուս կողմից մատների արանքով նայելը Փաշինյանի ասածներին այսքանից հետո մեղմ ասած անհասկանալի է։ Տեր-Պետրոսյանի գրասենյակից մեզ ասում են թեթև տանենք Փաշինյանի ասածները, իսկ Քոչարյանի ու Սարգսյանի թիմից ասում են, որ Հայաստանի վարչապետը հոգեկան խնդիրներ ունի։ Լսենք ու արդեն փորձենք հասկանալ 3 նախագահների վարքագիծը։
Նախկին նախագահների հետ բանավիճելու Փաշինյանի բուռն ցանկությունը նորից լուրջ չեն ընդունել նախկին նախագահները։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը 2 տողով է արձագանքել Փաշինյանի խորհրդարանական ճառին։ Դրա ելույթի վերջին հատվածից ակնհայտ է, որ բանավիճելու մանիակալ չբավարարված պահանջ ունի։ Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է, իսկ ընդհանրապես օղին դեղերի հետ չի կարելի խառնել։ Այսպես է պատասխանել առաջին նախագահի մամուլի խոսնակը։ Հիշեք, նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին, բայց երբեք չի հրապարակի Ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում իր կողմից մերժված 2019 թվականի պլանը։ Թեթև տարեք, դա հին պատուհասական ադաթ է։ Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ձևակերպմամբ Փաշինյանի ազգային անվտանգության վտանգի աստիճանի հասած հոգեվիճակն ամենաշատը վատթարանում է կապիտուլյանտ բնորոշումից։ Ճամարտակելու փոխարեն նա միայն մեկ բան կարող է անել՝ հաղթահարել վախերը եւ հրապարակել ընդհուպ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը։ Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե բանավիճել։ Սա է ձեր պատասխանը մեկին, պարոնեք նախագահներ, ով Հայաստանի ղեկավարն է պաշտոնով։ Եթե Նիկոլ Փաշինյանին անմեղսունակ եք համարում, ապա ինչպես կարելի է մեզ բոլորիս ասել, որ նրան թեթև տանենք, երբ այդ թեթևությամբ Հայաստանը կանգնում է նոր պատերազմի եւ կորուստների շեմին։ Թեթև տանենք ինչը, սպասվող նոր աղետները։ Ձեզ սպառնում են ծեփել պատերով ու ոտքի տակ գցել։ Այստեղ խոսքը նախագահների ինստիտուտի մասին է, ոչ թե զուտ ձեր անձերի, եւ դուք մեզ ասում եք թեթև տարեք։ Այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է թեթև տանի, որ պետության ղեկավարներին կարող են ծեփել պատերով ու ոտնատակ անել, հա։ Եթե նախագահներին կարող են նման կերպ վերաբերվել ու պատասխան չտալ դրա համար, ապա շարքային քաղաքացուն ինչ կանեն։ Հայաստանի քաղաքացին ինչպես կարող է իրեն պաշտպանված ու հարգված զգալ նման միջավայրում։ Արդեն բոլորիս պարզ է, որ նախագահներից յուրաքանչյուրն իր մասով նպաստել է Փաշինյանի իշխանության գալուն։ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը 2018-ին ողջունել էին իշխանափոխությունը, իսկ Սերժ Սարգսյանն էլ պետչատը խփեց վերջում, որ Նիկոլը ճիշտ էր, իսկ ինքը սխալ։ Փաշինյանը երբեք չէր դառնա վարչապետ առանց հատկապես Սերժ Սարգսյանի որոշման, իսկ այդ որոշումն ունեցել է կոնկրետ պատճառներ։ Դա մենք ապացուցել եւ ցույց ենք տվել նախորդ հաղորդումներում։ Լավ, դա արդեն անցյալ է, բայց անցյալի սխալներն ինչու հիմա չեն ցանկանում ուղղել եւ այդպես զուսպ վերաբերում ունենալ Փաշինյանի նկատմամբ։ Հայտնի խոսքը չէ, իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է։ Հիմա Փաշինյանը փաստացի պատերազմ է հայտարարել 3 նախագահներին, էլ ինչն է խանգարում միավորվելուն։ Հետո երբ հասկացաք, թե Փաշինյանն ինչ է արել հերթով, Տեր-Պետրոսյանն ասաց, որ նա ազգակործան պատուհաս է, Քոչարյանը, որ եթե վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ կաներ նույն բանը, իսկ Սերժ Սարգսյանն էլ հռչակեց նրան կապիտուլյանտ։ Միթե այս պայմաններում ձեր անձնական ամբիցիաներն ավելի վեր են, քան այն, որ ձեր իսկ խոսքով երկրի ղեկին է նման մարդ, եւ դուք դա հանդուրժում եք։ Հանուն արդարության նշենք, որ Տեր-Պետրոսյանը միավորվելու կոչ արել է, բայց մյուս նախագահները չմիավորվելով փաստացի ամրապնդեցին Փաշինյանի իշխանությունը։ Հետո էլ նեղանում են, երբ ասում են, որ Փաշինյանի իշխանության աղբյուրը նախկին իշխանություններն են։ Պետական ինստիտուտների նկատմամբ հարգանք է պետության նկատմամբ։ Մենք կարող ենք չհարգել կաթողիկոսի անձը, բայց պետք է հարգենք եկեղեցին ու հավատքը։ Կարող ենք չհարգել նախագահների անձը։ Նրանց հանդեպ կարող են լինել տարբեր պահանջներ եւ հակակրանքից սկսած մինչեւ քրեական վարույթներ, բայց պետք է հարգենք մեր պետական ինստիտուտները։ Հիմա փորձ է արվում Հայաստանը պետությունից վերածել անասնաֆերմայի եւ մենք պետք է թեթև տանենք։ Եթե լռում ու չեն սաստում նման հանդգնությունը, ապա լռությունը միշտ համարվում է հանցակցություն։ Եթե վախեր ունեն, ապա դա թուլության նշան է։ Եթե լռում են նրանք, ովքեր պետությունն ու հայրենիքն են պաշտպանել, ապա վաղը ոչ մեկն էլ չի պաշտպանի։ Եթե թույլատրվում է, որ երկրի ղեկին կանգնած անձը կռիվ տա մեր պետականության ու պատմության դեմ, ապա Ադրբեջանն առհասարակ պատերազմ սկսելու անհրաժեշտություն էլ չունի։ Նման երկրները պարտվում ու հանձնվում են ներսից։ Ստացվում է, որ ճշմարտությունն ասել ավելի վտանգավոր է, քան պատերազմում պարտվելը։ Փաշինյանը վերախմբագրում է մեր պատմությունը,
Բայց դա ոչ թե ճշմարտությունը բացահայտելու եւ դասեր քաղելու համար է անում, այլ վրեժ լուծելու եւ արդարանալու փորձեր նոր զիջումներից առաջ։ Փորձեր, որ կասկածի տակ են դնում առհասարակ Հայաստան պետության գոյության իրավունքը, ապացույցը, որ Ալիևը հանգիստ առաջ է տանում Արևմտյան Ադրբեջան եզրույթը, քանի որ Հայաստանի ղեկավարը կասկածի տակ է դրել մեր ժողովրդի ու պետականության պատմությունը։ Իսկ աշխարհը չի սաստում Ադրբեջանին, քանի որ առաջին սաստողը պետք է լինի Հայաստանը։ Եթե Հայաստանում պաշտոնապես նորմալ են համարվում Ադրբեջանի անհեթեթությունները, ապա աշխարհին ինչ դրանից։ Իսկական առաջնորդը երկիրը պաշտպանում է ոչ միայն զենքով, այլև խոսքով։ Իսկական առաջնորդը միավորում է, այլ ոչ թե պառակտում։ Եթե ազգի էլիտան չի խոսում, ապա ազգը միայնակ է մնում ստի ու կեղծիքի առջև։ Նրանք, ովքեր ժամանակին ունակ էին հաղթելու թշնամուն, պետք է ունակ լինեն նաև պաշտպանելու իրենց այդ հաղթանակը։ Անցյալի հաղթանակից հրաժարվողը երբեք այլևս ունակ չի լինելու կրկին հաղթելու։ Պարտված իշխանությանը թվում է, որ հաղթողներին դավաճան կարգելով կմնա անպատիժ։ Եթե մնան անպատիժ, բոլոր հերոսները դառնալու են դավաճան, իսկ դավաճանները հերոսացվելու են։ Իսկ երբ ասում են հոգեկան խնդիրներ ունեցողի հետ գործ չունենք, կարծես իրենք են Հայաստանի ղեկին, այլ ոչ թե Փաշինյանը։ Եթե Հայաստանի ղեկին է մեկը, ով ըստ ձեզ հոգեկան խնդիրներ ունի, ապա դուք ձեզ պատասխանատու չեք համարում, որ այդ մարդուն 2018 թվականին հանձնել եք իշխանություն եւ ընտրել եք վարչապետ, հետո նրա հետ ընտրությունների մասնակցել, իսկ խորհրդարանում էլ լուրջ հարցեր եք տալիս ու պատասխան ակնկալում։ Եթե այդքան վստահ եք նրա հոգեկան խնդիրների մեջ, սկսեք համապատասխան process նրան հետազոտելու, եթե ոչ, ապա արդեն կասկածելի է ձեր հոգեկան առողջությունը։ Երբ է վերջապես Հայաստանում պետական պաշտոնյան պատասխանատվություն կրելու իր ամեն ասած խոսքի համար։ Կարելի է ակնկալել, որ Փաշինյանի կողմից արդեն վերջին կարմիր գծերը հատելուց հետո երեք նախագահները գոնե հիմա մի կողմ կդնեին իրենց անձնական ամբիցիաներն ու հանուն պետականության շահերի կմիավորվեն այդ պետականության հիմքերը խարխլող փորձերի դեմ։ Ամեն դեպքում դեռևս ուշ չէ։ Պարոնայք հարգարժան նախագահներ, ձեր քաղաքական կարիերայի մայրամուտն է արդեն։ Հիմա կարող եք ձեր քաղաքական կենսագրությունը պսակել պետականամետությամբ, փառքով։ Միավորվեք այնպես, ինչպես Հայաստանի անկախացման տարիներին եւ կանգնեցրեք ներքին կազմակերպման այս process-ը։ Դա հնարավոր է։ Առանձին դուք Փաշինյանի դեմ չդարձաք գործոն, բայց միասին կարող եք ամեն ինչ փոխել։ Թշնամին էլ տեսնելով այդ միասնությունը, հաջորդ անգամ կրակելուց առաջ շատ ավելի երկար կմտածի։ Փաշինյանն ասում է, որ չպետք է շարունակել Ղարաբաղյան շարժումը։ Առանց սեթևե թանկի ուզում եմ հստակ եւ աներկբա ասել, որ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք։ Հերթական հակագիտական խոսքը։ Ղարաբաղյան շարժումը վաղուց է ավարտվել 1994 թվականին եւ ավարտվել է փայլուն արդյունքով։ Դրանից հետո սկսվել է Հայաստանի պետականաշինության շարժումը, որը Փաշինյանն այսօր տապալում է։ Արդեն ժամանակն է սկսելու լիովին նոր շարժում, որը կարելի է անվանել Հայաստանյան շարժում։ Արցախի հարցը Հայաստանի հարցն էր ու այն չի փակվել, այն դարձել է Հայաստանյան հարց։ Այսօր արդեն դրված է Հայաստան պետության կենսունակության եւ գոյության հարցը։ Երեք նախագահներով, ձեր օրինակով կարող եք նոր շանս բացել Հայաստանի ապագա հաղթանակների համար, շանս սրբագրելու նախկին սխալները եւ Փաշինյանին հետ ուղարկելու այնտեղ, որտեղից բերել եք։ Ձեզ մնում է ազգային միասնության ու համերաշխության դաս տալ նոր սերնդին, բոլոր տեսակի պարակտիչների դեմ, որպեսզի այդ նոր սերունդը կարողանա մտնել ասպարեզ եւ քաղաքականությամբ զբաղվի այդ սկզբունքով։ Միասնաբար առաջնորդելով հերթական կապիտուլյացիաների դեմ դիմադրության շարժումը, հավերժ ոսկե տառելով կգրեք ձեր անունները հայոց պատմության մեջ եւ կգնաք արժանի հանգստի, տալով ժողովրդին ազատ հնարավորություն ընտրելու ոչ թե նախկինի ու ներկայի միջև, այլ հանուն ապագայի, խրախուսելով իշխանության գալ արժանավոր, պրոֆեսիոնալ ու իրական հայրենասեր երիտասարդ կադրերին։ Դուք եք սկսել այս պատմությունը, դուք էլ պետք է այն ավարտեք։ Այլապես պատմությունը ձեզ նույնպես գուցե չների վերջին այս շանսը կորցնելու համար։ Այլապես, այդպես առանձին պարտված եք մնալու Փաշինյանին։ Հուսանք, որ բազմաթիվ սխալներից հետո կարվենի վերջո ճիշտ քայլեր, իսկ ճիշտ քայլը շատ պարզ է, դեն նետել տարաձայնությունները եւ միավորվել հանուն Հայաստանի Հանրապետության։ Դա կլինի ազգային մի նոր զարթոնք։
Այլապես ներազգային պարակտման ու ատելության այս թափանիվը հետո կանգնեցնել պարզապես չի լինի, կամ կլինի չափազանց ուշ։ Հայաստանում մթնոլորտը թունավոր է արդեն, անհնար է շնչելը։ Միավորվելով կապացուցեք, որ Փաշինյանը չունի ժողովրդական լեգիտիմություն եւ պետք է զրո հանդուրժողականություն ունենալ պարտվողականության ու պետությունը պարակտողների դեմ։ Հավանեք, բաժանորդագրվեք ու տարածեք այս տեսանյութը սիրելի հայրենակիցներ, որպեսզի միասնության այս կոչը հնարավորինս շատ մեր հայրենակիցներին հասնի եւ յուրաքանչյուրն իր մասով գիտակցի դրա կարեւորությունը։ Շնորհակալ եմ։ Շուտով նորից կհանդիպենք։